իշխանությունը ձեզ եւ համարյա ընդդիմադիր դաշտին, մյուս ընդդիմադիր ուժերի մասին, այսպես քննադատելիս նրանց մշտապես ասում են, որ նրանք Հայաստանը միութենական պետություն քարշ ուժերն են, հատկապես Սամվել Կարապետյանի առաջնորդած այս ուժի մասին են դա ասում եւ այնպես են ներկայացնում ընտրողներին եւ հանրությանը, որ այս ուժը եթե գա իշխանության, ապա Ռուսաստանը կգա Հայաստանի իշխանության։ Ես կուզեի օրինակ դուք ասեք, միութենական պետության մեջ Հայաստանի քարշ տալու ինչ ծրագիր ունեք, ինչպես եք պատկերացնում արտաքին քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը առհասարակ Ռուսաստանի հետ հարաբերություններն են գերիշխելու, Ռուսաստանն է լինելու այստեղ հարցեր որոշողը, թե դուք բազմավեկտոր, բալանսավորված քաղաքականություն եք վարելու։ Շնորհակալ եմ շատ։ Մի հարցեր ունեմ, մեկ էլ խոսեք խնդրում եմ դաշինքների մասին, ճիշտ է թեկնածին, բացի թեկնածին չեք ասում, որ ամենաշատն է թերևս լրագրողներից հետաքրքրում, բայց ասեք օրինակ քննարկում եք նաև քաղաքական ուժերի դաշինքով, ոչ թե անհատների, այլ ուժերի դաշինքով մասնակցել ընտրություններին եւ արդյոք Սամվել Կարապետյանի բանտում լինելը բացասական չի անդրադառնա ձեր հնարավոր հաջողության հարցում։ Շատ լավ, երկուսն է շատ լավ հարց են, առաջինը մի քիչ երկար կպատասխանեմ, եթե դեմ չեք։ Հա, ինչ մեր դեմ, ինչ դες պետք է այդ մարդիկ առաջ բերեին։ Հիմնականում օպոնենտների դեմ բերում են թեզեր, որոնք վախեցնում են հանրությանը, որ փորձեն վախեցնել։ 21-րդ դարը մենք բոլորս ազատության սերունդ ենք այստեղ։ Այսինքն մեզ այո, մեզ ուրեմն բանը ազատության սերունդ ենք, իհարկե Սարգիսով ազգանունով մարդում ենք, որ իրենք կարող են այդ հղումը անել, բայց շատ կարևոր է, որ արդեն սովետական միությունը փլուզվել է անվերադարձելիորեն։ Սովետական միության փլուզման մեջ արմատական դեր է ունեցել Հայաստանի Հանրապետության այսօրվա հասարակությունը, Ղարաբաղի շարժումը։ Եվ դրանից հետո այն ազգային ինքնագիտակցությունը, որին մենք հասել ենք, թույլ չի տա այստեղ գտնվող որևէ մեկին վտանգի տակ դնել 1000 տարի հետո վերականգնված անկախությունը։ Ինչի մասին է խոսքը, դա քննարկելի է ուղղակի, որ անկախության սերունդը, նոր երիտասարդությունը հարցի տակ դնի Հայաստանի անկախությունը։ Միութենական պետությանը դեմ է։ Նախորդ անկախության կորուստը մենք վերականգնեցինք 900 տարի հետո։ Յուրաքանչյուր տերմինին դեմ ենք, եթե դա մեր սուվերենության կորուստի մասին է։ Կողմ ենք միայն տնտեսական ինտեգրացիաներին եւ այն ուղղություններով նաև, որը թերագնահատվել է։ Մյուս բանը, ինչպես նշեցիք, շատ կարևոր է նաև կուզեի ավելացնել առաջի հարցից։ Դուք ասեցիք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կուզեմ մեկ անգամ էլ ասել։ Շատ կարևոր է հարաբերությունները եւ Ռուսաստանի հետ, բայց կա մի հատ հարց։ Մենք պետք է ունենանք երկրորդ դաշնակցային գիծը, որովհետեւ ամեն ինչ որ ժամանակը մեկ կարող է քո հիմնական դաշնակցի մոտ լինի վիճակ, որը քո անվտանգային խնդիրներ կարող է քո համար ստեղծել։ Դրա համար ավելի լայն դաշինքները միջազգային Հայաստանի համար ընդունելի են։ Կարողացա, չէ՞։ Օրինակ դուք պատկերացնում եք արևմուտք ձեր հատվածությունը այնպես, ինչպես օրինակ ԿՊԱ-ականներն են ներկայացնում, չէ՞, իրենց արևմտյան շատ լավ։ ԿՊԱ-ականները ճիշտ եք ասում, ներկայացում են իրենց արևմտյան ուժի կրող, որովհետև ոչ հյուսիսում, ոչ հարավում, ոչ արևելքում իրենք չկարողացան հարաբերություն ստեղծել։ Արևմուտքում կարողացան մի քանի անգամ հանդիպում ունենալ, բայց եթե իրենք կարող են Հայաստանի համար լուծել այն տնտեսական հարցերը, որը ժամանակին արևմուտքը լուծել է օրինակ Չեխիայի համար, նստենք քննարկենք եւ ուղղակի մեզ գովազդն են ցույց տալի, բայց տակը բան չկա։ Սա ուղղակի մենք վճարելու ենք դրա համար, բայց ստանալու ենք ոչ մի բան։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իմ խորին համոզմամբ
ունակ չէ Հայաստանի համար ապահովել այնպիսի աջակցություն, տնտեսական եւ ոչ միայն, ինչպիսին ժամանակին ստացել է Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը։ Այս պարագայում, արևմուտքից, այս պարագայում մենք տեսնում ենք, որ մենք ունակ ենք տնտեսական այնպիսի հարաբերություններ հաստատել այդ երկրների հետ, որ մինչև այսօր չի եղել։ Ճիշտ է, դա դժվար չէ, որովհետև հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են։ Ֆրանսիայի հետ առևտուրը $100 միլիոն է Հայաստան։ Մեծ հերոսություն չի լինի մեզ համար Ֆրանսիայի հետ առևտուրը մեծացնել, բազմապատկել, 2 անգամ օրինակ, բայց անգամ դա է ձեռք բերում։ Մենք պետք է եւ վստահեցնում եմ ձեզ, արևմտյան երկրների հետ տնտեսական հարաբերությունները կզարգանան ավելի դինամիկ, քանի որ երկրում լինելու է ավելի տնտեսապես ավելի պատրաստված իշխանություն։ Մյուս հարցը կոալիցիաների հետ կապված։ Սամվել Կարապետյանի բանտում լինելու հանգամանքը բացասական է ազդելու, իհարկե, մեր գյուղեր, որ այցելում ենք, մարդիկ իրեն են հարցնում, իրեն են ուզում տեսնել, քաղաքում էլ ինձ ով տեսնում է, դա է հարցնում։ Մեր իշխանության հաշվարկն երևի դրանում է, բայց մեր իշխանությունը մի բան հաշվի չի առել, որ արդարացիության գաղափարը մեր հասարակության մեջ բավական բարձր է, եւ ամեն ավել օր, ինչ Սամվել Կարապետյանին իրենք պահում են, այսպես ասած KGB-ի պատվալում, իրենք հասարակության աչքին կորցնում են արդարության վերջին նշույլը, եւ Սամվել Կարապետյանը իր պրինցիպիալ դիրքով արժանանում է մեր հասարակության այն մարդկանց, ում մենք տեսնում ենք աջակցությանը, դա մենք տեսնում ենք համընդհանուր, մարդիկ հասկանում են, որ նա չի գնում գործարքի եւ մարդիկ գնահատում են դա, որտեղ հասկանում են, որ նա իր համար չի, որ չի գնում գործարքի։ Կոալիցիաների հետ կապված ընդլայնումներ ինչ որ տեսակետից մենք տեսնում ենք, բայց կոալիցիաների մասին չեմ կարող ասել։ Ավելի շատ կուզենայինք խոսենք հունվարին, անհատների հետ կապված ընդլայնումներ տեսնում ենք, իսկ կոալիցիաների հետ կապված հունվարին արդեն ինձ թվում է պարզ կլինի։ Կա մտքերի փոխանակում առողջ ուժերի հետ, հետաքրքիր ու ընդհանուր ընդդիմադիր դաշտը բավական հետաքրքիր է Հայաստանում պատրաստված եւ կա հետաքրքիր մտքերի փոխանակում այն ուժերի հետ, որոնք որ ունեն պոտենցիալ եւ մեր տեսլականները ինչ որ առումով համընկնում են։